Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս կիրակի օրվա սերտողությունը սիրով ձեր համար պատրաստել ենք, շարունակում ենք մեր ուսումնասիրությունները Նոր Կտակարանից նամակ Եփեսացիներին։ Երրորդ գլուխն ենք այսօր ուսումնասիրելու 1-ից 13 համարները։ Վերնագիրն է այսօրվա սերտողության հեթանոսների առաքյալը։ Ուրեմն հարգելիներս, այս 13 համարների մեջ Պողոս առաքյալը հաստատում է և նորից մեզ հիշեցնում է իր նշանակված առաքելության մասին որպես հեթանոսների առաքյալ։ Գիտեք, մինչև նոր ուխտը հեթանոսների վրա կոնկրետ գործ չէր կատարում Աստված, բայց գիտենք, որ հրեաներին հատուկ առաքելություն էր տվել, ինչպես որ տեսնում ենք Եսայիու մարգարեության մեջ 49-րդ գլուխ 6 համարում, որ նրանց նշանակել էր ազգերի համար լույս լինեն։ Իհարկե, իրենք այդ առաքելությունը այն ժամանակ չկատարեցին, ինչպես որ Տերը նրանց կամեցել էր, բայց նաև կարող ենք ասել, որ եթե իսկապես խորապես նայենք, կարող ենք հասկանալ, որ նոր ուխտի մեջ իրականացվում է դա, որովհետև առաքյալներն էին հրեա լինելով աշխարհով մեկ, նրանք գնացին առաջի քրիստոնյաները որպես ու քարոզեցին Աստծո խոսքը, ավետարանը և նրանց շնորհիվ, նրանց արած աշխատանքների շնորհիվ ուրեմն հեթանոսները հավատքի սկսեցին գալ ու հետագայում երկրորդ, երրորդ սերունդները արդեն հեթանոսները, որոնք արդեն հիմա քրիստոնյա են համարվում, նրանք իրենց գործողությունը շարունակեցին և սերունդներ անցավ ու նրանք էլ նույնպես, այսինքն, եթե վերցնենք օրինակի համար Հայաստանի օրինակը, հայ ժողովրդի օրինակը, գիտենք, որ երկու առաքյալները Հիսուս Քրիստոսի եկան Հայաստանում Աստծո խոսքը քարոզեցին, դրանից հետո հաստատվեց եկեղեցին և արդեն սկսեց հայը աշխատել որպես քրիստոնյա իր երկրի մեջ։ Հիմա այս պահին Պողոս առաքյալը բացատրում է մեծ խորհրդի մասին, որ այդ խորհուրդը հեթանոսներին հավատքի բերելու մասին է։ Կարող ենք հիմա մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Հայր Աստված, մենք գալիս ենք Հիսուսի սուրբ մեծ անունով, աղոթում ենք այսօրվա սերտողությունը, Դու օրհնես մեզ, զորացնես մեզ և Սուրբ Հոգով առաջնորդես մեզ։ Աղոթում ենք, որ Սուրբ Հոգին թող մեզ դասավանդի այսօր և խնդրում ենք, որ մեր բոլոր ունկնդիրների և դիտողների համար, այսինքն աղոթում ենք նրանց համար, նրանց խնդիրների, հարցերի և բոլոր իրավիճակների մասին, Տեր Աստված, կամ նրա հանդեպ աղոթում ենք, որ նրանց առատորեն օրհնես, զորացնես և մեզ էլ օգնես մեր այսօրվա սերտողությանը։ Աղոթում ենք այս ամենը Հիսուսի անունով, ամեն։ Ուրեմն հարգելիներս, եկեք 1-ից 4 համարները ուսումնասիրենք ու անցնենք մեր մեկնաբանությանը, մեր բացատրությանը, այսինքն։ Ուրեմն գրված է. «Դրա համար ես Պողոսս Հիսուս Քրիստոսի բանտարկյալն եմ ձեզ հեթանոսների համար։ Դուք անշուշտ լսել եք, որ Աստծո ծրագիրն իրականացվելու համար շնորհ է տրվել ինձ, որ ձեր օգտի համար է։ Այն խորհուրդն ինձ հայտնությամբ ցույց տրվեց, ինչպես նախապես համառոտ գրեցի ձեզ, որպեսզի կարողանայիք կարդալ և հասկանալ իմ ըմբռնումը Քրիստոսի խորհրդի մասին»։ Ուրեմն հարգելիներս, տեսեք, Պողոս առաքյալը ևս հայտարարում է իր նվիրվածությունը և պատրաստակամությունը որպես բոլորովին հանձնված անձնավորություն Հիսուս Քրիստոսի և Տիրոջ գործերի համար։ Մեզ բոլորիս սովորեցնում է, որ հավատի կյանքը տարին մեկ կամ երկու անգամ եկեղեցի այցելելու մեջ չէ։ Ընդհակառակը, Քրիստոս մեր ինքնությունը պետք է լինել։ Այսինքն, այսպես է սահմանվում հավատի կյանքը որպես շղթայված Հիսուսին։ Ուրեմն մենք կարող ենք ասել, որ Պողոսի չափ մենք ունենք նվիրվածություն Տիրոջը։ Եթե մենք մեր հավատքը լուրջ չենք ընդունում, եթե մենք ամեն կիրակի եկեղեցի չենք հաճախում և շաբաթվա մեջ էլ, եթե կա սերտողություն, եթե կա ծառայություն, եթե կա գործողություն եկեղեցու մեջ, արդյոք մենք մասնակցում ենք և կատարում ենք
այն ինչ որ Տերը մեզ կամենում է իր երկնքի արքայության գործերի համար։ Հիմա դրա մեջ մտնում է մի շատ մեծ ու ընդլայն սահմանում, այսինքն գործերի քանակ գոյություն ունի, կարող եք օգնել դուք կարիքավորներին, կերակրել անոթիներին, բավականին մեծ գործ կա կատարելու համար, ավետարանությամբ զբաղվել, Աստծո խոսքը քարոզել եւ այլն։ Հասկացեք, որ Տիրոջ գործը մենակ նշանակված մարդկանց համար չի, այսինքն խոսքը եկեղեցու մեջ պաշտոն ունեցող կամ հոգևոր հովիվ համարվող մարդկանց համար չի միայն, ամբողջ եկեղեցին, կենդանի եկեղեցին պարտական է Տիրոջ գործերի մեջ ակտիվ աշխույժ կերպով ծառայել եւ ոչ մեկ չի կարող արգելել ձեզ ավետարանությամբ զբաղվել, Տիրոջ խոսքը կիսվել ձեր մտերիմների եւ մոտիկների հետ, պարզապես ձեր հարազատների հետ։ Ու իհարկե, եթե մենք վերցնենք Պողոս առաքյալի օրինակը, մենք տեսնում ենք, որ անհրաժեշտ է, որ մենք էլ մեզ այսպես տեսնենք, շղթայված Հիսուս Քրիստոսին։ Պողոս առաքյալը նաև բացատրում է այն մեծ խորհուրդը, որը վերաբերում է հեթանոսների, վերամիավորվելու կամ որդեգրվելու Տիրոջ ընտանիքին։ Քրիստոս հրեաների համար միայն չեկավ, պարզ փաստ է սա, նոր ուխտը նաև հեթանոսների հավատքի բերելու նպատակով է եւ ասենք ավելին, որ Պողոս առաքյալը սա բացատրում է իհարկե Եփեսոսի եկեղեցուն այս նամակի մեջ, որ ժամանակը եկել է, որ հեթանոսը ինչպես հրեան արդեն այլևս նրանց մեջ գոյություն չունի որևիցե պատնեշ եւ բոլորը համարվում են, ով որ հավատքի է գալի, ով որ ապաշխարում է, ով որ փրկվում է, ով որ վերստին ծնունդ է ունենում, համարվում է մի տիեզերային եկեղեցի։ Հիմա կարդանք 5-ից 6 համարները։ Գրված է Աստված այն մարդկության նախորդ սերունդներին ցույց չի տվել, ինչպես որ հիմա հոգով իր սուրբ առաքյալներին ու մարգարեներին է հայտնել, որ հեթանոսները ժառանգակիցներն են ու Քրիստոսի նույն մարմնի անդամները եւ մասնակից են Հիսուս Քրիստոսով խոստմանը ավետարանի միջոցով։ Լավ, ուրեմն այստեղ Պողոս առաքյալը բացատրում է այս համարները մեզ, որ հեթանոսները նույնպես ժառանգակիցներն են Հիսուսի, այսինքն բոլոր նրանք անկախ թե ազգային պատկանելությունից կարող են Հիսուսին ընդունել որպես Տեր եւ Փրկիչ ու ապաշխարեն, վերստին ծնվեն ու փրկվեն։ Աստծո խոսքը սովորեցնում է մեզ Գաղատացիների նամակի մեջ 3-րդ գլխի 28 համարում գրված է. այլևս ոչ հրյա կա, ոչ էլ հույն, ոչ ծառա, ոչ էլ ազատ, ոչ արու կա, ոչ էլ էգ, որովհետև ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով։ Ուրեմն այստեղ շատ կարևոր մի նոր վարդապետություն է քարոզվում, ավետարանվում։ Առաջինը ասեմ, որ ժամանակը Հիսուսով եկավ, այսինքն նոր ժամանակաշրջան բացվեց, եկեղեցու ժամանակաշրջանը, որ այլևս թշնամություն չկա հրեայի եւ հեթանոսի միջև, ինչպես որ Պողոս առաքյալն է մեզ Աստծո խոսքի մեջ սովորեցնում։ Այն պատնեշը, որ կար երկու խմբերի միջև, հեթանոս եւ հրեա, այլևս չկա։ Եվ դա խորհրդանիշ է, երբ որ Տերը խաչվեց եւ հոգին ավանդեց, Հիսուս Քրիստոս խաչի վրա այն վարակույրը տաճարի մեջ սրբությունների սրբոց հատվածը այնտեղ պատռվեց վերևից ներքև եւ ինչ կատարվեց, բաժանարար բոլոր հանգամանքները մեր եւ երկնավոր հոր մեր այլևս չկա։ Կա միայն մի բան՝ Հիսուս Քրիստոս եւ Հիսուս Քրիստոսով փրկություն։ Հետևաբար, ինչպես որ մենք սովորեցնում ենք մեր սերտողությունների ընթացքում, մենք հիմա ապրում ենք շնորհի ժամանակաշրջանում, եկեղեցու ժամանակաշրջան նաև կոչվում է եւ փրկությունը շնորհով է, ոչ թե գործերով։ Վերջացավ այն ժամանակները, երբ որ Տերը կամենում էր, որ հետևեին օրենքին եւ օրենքի կանոններին։ Եվ ինչպես որ եթե ծանոթ եք մեր առաքելությանը եւ հետևում եք մեր սերտողություններին, 600-ից ավել
կանոններ կար, որ հրեաները հետևում էին։ Ուրեմն, սա մեր համար ինչով է կարևոր, որ հասկանանք։ Առաջինը, Պողոս առաքյալը եւս մի անգամ, եւս մի օրինակով ինքը այս համարների մեջ մեզ վերհիշեցնում է այս ամենի մասին եւ ուզում է հաստատել, որպեսզի Եփեսոսի եկեղեցին ավելի հստակ կերպով հասկանա այս մեծ խորհրդի մասին։ Ուրեմն 7-ից 9 համարների մեջ էլ գրած է, որին ես սպասավոր եղա Աստծու շնորհի պարգևով, որ նրա զորության ներգործությամբ տրվեց ինձ։ Այս շնորհը տրվեց ինձ բոլոր սրբերից հետինիս, որպեսզի Քրիստոսի անքննելի հարստությունը հեթանոսների մեջ ավետարանեմ եւ բոլորին լուսավորեմ, թե ինչ է այն խորհրդի տնտեսությունը, որ դարեր շարունակ ծածկված էր Աստծու տիեզերքի արարչի մեջ։ Լավ, ուրեմն այս համարում Պողոսը եւս կրկնում է իհարկե իր առաքելությունը, այն խորհուրդը, որ թաքնված էր եւ այսօր այլևս ոչ, որովհետեւ բացահայտվել է հոգով եւ հասկանալի է արդեն, որ բոլորը հեթանոս եւ թե հրեա մեկ են, նույնն են, նրանք, այսինքն ովքեր որ ապաշխարում փրկվում են, գալիս են Տիրոջն են ընդունում, համարվում են մի մեծ տիեզերական եկեղեցի։ Դրա համար մենք կարող ենք ունենալ հավատացյալ քույրեր եւ եղբայրներ Կորեայում, թե Ֆրանսիայում, թե Մեքսիկայում, թե տարբեր տեղերում։ Իհարկե դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ մենք մի քիչ ավելի գլոբալ հասկացողություն պետք է ունենանք եկեղեցու վերաբերյալ։ Գիտեք, եկեղեցիները երբեմն իրենց տեղական մարմնի վրա են կենտրոնանում եւ այդ գործերի եւ պատասխանատվության պատճառով, այսինքն այդ տեղական մեծ մասը եկեղեցու, երբեմն մոռանում են, որ նրանք նաև կապված են եւ շղթայված են ուրիշ հավատացյալների, ուրիշ քույրերի եւ եղբայրների հետ աշխարհի տարբեր մասերում։ Գիտեք, այսօր մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ կողմնապահություն չունենք մենք որևիցե եկեղեցու, եւ մենք բազմաթիվ անգամ շեշտել ենք, որ կա տարբեր ճյուղեր քրիստոնեության մեջ։ Եվ կարևորը այն է, որ եկեղեցին, այսինքն եկեղեցի համարվելու համար հարկավոր է, որ ընդունի Սուրբ Երրորդությունը, Հայր Որդի Սուրբ Հոգի, ընդունի փրկություն Հիսուս Քրիստոսով, Հիսուսին որպես Աստծու Որդի միածին ընդունի, եւ իհարկե իր առաքելությունը, խաչելությունը, հարությունը եւ այն ինչ որ պարզ ասած նշված է Նիկեական հանգանակի մեջ։ Եվ այս կարևորությունը այն է, որ մենք էլ հասկանանք, թե ով է քրիստոնյա համարվում եւ ով քրիստոնյա չի համարվում։ Եկեղեցիների մեջ անշուշտ կա որոշ տարաձայնություններ եւ անհամաձայնություններ, բայց եթե հիմքը կորիզը հավատքի ընդունում են, կա մի հասկացողություն, որ պետք է լինել միասնություն կարևորագույն կետերի շուրջ եւ որոնք որ չեն համարվում կորիզը հավատքի, կարող ենք ունենալ տարբեր գաղափարներ։ Օրինակի համար Սուրբ Երրորդությունը քննարկման հարց չի։ Չենք կարող ասել, որ չկա Սուրբ Երրորդություն։ Այդ արդեն քրիստոնեություն չեղավ, հավատք, այսինքն քրիստոնյա հավատք չեղավ, եթե չես ընդունում Սուրբ Երրորդությունը։ Բայց միգուցե մեկը կասի, որ կարող ենք խմիչք խմել, մյուսը կարող է ասել խմիչքը արգելված է եկեղեցու մեջ, կան այսպիսի տարաձայնություններ էլ կան, կամ ուրիշ հարցեր, որը փրկության հետ կապված չի, որոնք երկրորդական հարցեր են։ Իսկ այս երկրորդական հարցերի շուրջ կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց հիմնական եւ սկզբունքային հարցերի վերաբերյալ քրիստոնեության անկարելի է ունենալ անհամաձայնություններ եւ բաժանումներ։ Եվ այսպես ինչի ենք սա շեշտում, որովհետև քանի որ մենք խոսում ենք հեթանոսների եւ հրեաների միավորման որպես մի եկեղեցի, իհարկե հեթանոսը եւ հրեան երկուսն էլ պետք է ընդունեն Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, սա ենք ուզում շեշտենք, որ հասկանանք, երբ որ Պողոս առաքյալը հեթանոս բառն է օգտագործում, ոչ հրեայի մասին է դա,
Եվ ոչ հրեան եւ թե հրեան երկուսն էլ հարկավոր են ընդունել Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, երկուսն էլ պետք են ընդունել Տիրոջը։ Եթե չընդունեն Հիսուսին, փրկություն չունեն, հետեւաբար եկեղեցու մաս չեն կարող կազմել։ Բայց քանի որ այսօր մենք ապրում ենք եկեղեցու ժամանակաշրջանի մեջ, ուրեմն բոլոր նրանք, ովքեր ինչ ազգ ուզում են լինի, եթե ընդունեց Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, ինչ որ մենք բազմաթիվ անգամ կարդացել ենք Հռոմեացիներին 10-րդ գլուխ 9-ից 11 համարների մեջ, որ սրտով ես հավատում եւ արդարացած ես, բերանով խոստովանում ես, դավանում ես, որ փրկվես, եւ եթե հավատաս Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, կփրկվես։ Պողոս առաքյալի միտքը եւ իր վարդապետությունը շատ հստակ է, եւ եթե ուսումնասիրում եք նոր կտակարանը, կարող եք տեսնել տարբեր տեղերում, թե նամակ հռոմեացիներին, թե նամակ եբրայեցիներին, թե նամակ գաղատացիներին, թե նամակ եփեսացիներին, Պողոս առաքյալի որոշ վարդապետությունները, այսինքն այս հարցի շուրջ կրկնվում են, որտեղ անհրաժեշտություն կա ավելի հստակ կերպով բացատրել։ Հիմա եկեք անցնենք 10-ից 13 համարները ու ավարտենք մենք մեր այսօրվա սերտողությունը։ Գրված է, որպիսի այժմ եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին եւ պետություններին հայտնվի Աստծու բազմատեսակ իմաստությունը, համաձայն այն հավիտենական ծրագրի, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով իրագործեց։ Նրան հավատալով համարձակություն ունենք վստահաբար Աստծուն մոտենալու, արդ աղաչում եմ, որ չվհատվեք ձեզ համար կրած իմ նեղությունների պատճառով, որոնք ձեր փառքն են։ Ուրեմն Պողոս առաքյալը բացատրում է, որ անցյալում մենք մարդկությունը չուներ հնարավորություն Աստծուն ուղիղ մոտենալու, Հիսուս Քրիստոսով այդ հարցը լուծված է, որովհետև մենք այսօր մեր Տիրոջը երկնավոր Հորը կարող ենք կոչել Աբա Հայր, ինչպես որ մեզ սովորեցնում է Աստծու խոսքը, այսինքն այդ բառը հենց Աբա բառը արամերենով նշանակում է հայրիկ կամ պապա, եւ դրա համար մենք գիտենք, որ մեր հարաբերությունը մեր Աստծու հետ մտերիմ հարաբերություն է։ Հետևաբար, երբ որ մենք տեսնում ենք այս բացատրությունը եւ հասկանում ենք, որ Պողոս առաքյալը մեզ շատ ավելի հստակ կերպով ուզում է բացատրել, թե իրականությունը ինչպիսին է, որ այսօր մենք կարող ենք Տիրոջը մոտենալ Տիրոջ գահին խիզախ կերպով առանց ամաչելու, որովհետև Հիսուս Քրիստոս մեր մեղքերը մաքրել է, սրբել է, այսինքն նրանց համար, ովքեր որ ընդունել են Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, մենք ուրեմն ունենք մի հրաշալի իրավիճակ կամ իրականություն։ Այն իրականությունն է, որ մեր կապը մեր Տիրոջ հետ, առաջի հերթին նրանց համար, ովքեր որ ապաշխարե, փրկվե, վերստին ծնունդ ունեն Սուրբ Հոգին իրենց մեջ։ Սուրբ Հոգին կնիքն է, ապացույցն է մեր փրկության, հետևաբար Աստված մեր մեջ է։ Եթե Աստված մեր մեջ է, ուրեմն նշանակում է Աստված մեր բոլոր մեղքերը սրբել, մաքրել է եւ մեզ սարքել է նոր մարդ, ինչպես որ Պողոս առաքյալը բազմաթիվ անգամ տարբեր հատվածներում նոր կտակարանի մեջ, տարբեր այս նամակների մեջ նա խոսում է եւ բացատրում է մեզ դրա մասին։ Իսկ մյուս կետը նաեւ ասեմ, Պողոս առաքյալը բացատրում է, որ իր կրած չարչարանքների պատճառով իրանք չկայթակվեն։ Եփեսոսի եկեղեցու մասին է սա, որովհետեւ գիտեք, իրականության մեջ, երբ որ մենք տեսնում ենք ուրիշները հալածանքի մեջ են կամ դժվարությունների մեջ են, հավատքի վերաբերյալ շատ հեշտ է ասել, որ չարժի այսպիսի հավատքի, այսինքն այսպիսի չարչարանքներ կրել հավատքի համար։ Միգուցե վախ է մտնում, միգուցե գայթակղության խնդիր է, բայց ամբողջ եկեղեցու ժամանակաշրջանում, այսինքն ամբողջ պատմության մեջ, եթե մենք վերցնենք հայ ժողովրդի պատմության մեջ քրիստոնեության ժամանակաշրջանում, այսինքն այն ժամանակ, երբ որ քրիստոնեությունը եկավ, նույնիսկ այդ ժամանակում մեծ հալածանքներ կային, մարդիկ իրենց հավատքի համար զոհվում էին, նահատակվում էին, եւ հավատքը երբեք հեշտ չի եղել, հավատքը միշտ էլ դժվար է,
որովհետև Աստված մեզանից պահանջում է այն, ինչ որ մեր մեղավոր էությանը հակառակ է։ Եվ այս մարտահրավերը իհարկե մենք պետքա շատ լուրջ ընդունենք եւ դրա համար պետք է ամեն օր, ամեն վայրկյան, ամեն ժամ աղոթքի մեջ լինել, միշտ Տիրոջ հետ կապ ունենալ եւ իհարկե Տիրոջ զրահը մեր վրա ընդունել, որպեսզի մենք կարողանանք շարունակենք մեր հավատքի կյանքը ապրել Տիրոջը նվիրված եւ աչալուրջ ու պարզապես գոն վիճակում։ Հավատքը չի թույլ տալի մեզ, որ հանգստանանք, բազմոցի վրա պարկենք եւ ասենք, որ ամեն ինչ լավ է, պարզապես այդպես չի, քանի որ թշնամին հենց ուզում է դա։ Սատանեն ոսոխը նա ասում է այռոցի պես թափառում է, որպեսզի գտնի իր զոհին եւ հոշոտի իր զոհին։ Եվ սա ինչ է նշանակում մեր համար, որ հավատքի կյանքը զինվորական կյանքին է նման։ Միշտ պետք է պատրաստ լինել, որտեվ ցանկացած ժամանակ կարող է թշնամին հարձակվել։ Եվ դրա համար, եթե զգոն ես, եթե պատրաստ ես, ուրեմն այն ժամանակ կդիմակայես նրա բոլոր հարձակումներին։ Ուրեմն հարգելիներս, այս կիրակի այսքանը, Աստված Տերը թող ձեզ օրհնի։ Ամեն։